ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է դերասան Կարեն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Սիրով։ Ընտրություններից հետո առաջին անգամ եք մեզ հյուր գալիս, ինչպիսի իրավիճակ է ստեղծված, ինչ է կարծում Սահմանադրական դատարանում ընթացող նիստը ինչ-որ բան փոխելու է, թե ոչ, որովհետև շատերն ասում են վճիռը արդեն պատրաստ է, ուղղակի նիստերին անցկացվելու համար, դուք սպասելիքներ առհասարակ ունեք եւ ինչ հնարավորություններ ունի առհասարակ ընդդիմությունը իշխանության գալու առումով։ Դե ես ընտրությունների արդյունքից դժգոհ եմ, ճիշտ ասած, չէի պատկերացնում, որ Նիկոլին այսքան ձայն տվող կլինի։ Անկախ եմ բանից, թե ինչ ռեսուրս է օգտագործել, ինչպիսի չարաշահումներ, այդ թոշակ ավելացնել եւ այլն, այդ ապահովագրության հարցը, այդ սախ իհարկե այդ ամեն ինչը մտածված էր, բայց մեկ է։ Այսինքն այդ ամենը դեր խաղաց։ Այո, կարծում եմ դեր խաղաց եւ չնայած դրան ես էլի մտածում եմ, որ այդքան ձայն չի հավաքի, բայց հավաքեց ինձ համար զարմանալիորեն։ Որ այդքան մեծ աջակցություն ունի Փաշինյանը ժողովրդի կողմից։ Ես չեմ կարող այդպես արտահայտվել։ Ես այսինքն ինձ թույլ չեմ տալիս, որովհետև ես իսկապես չգիտեմ իրական պատկերը ինչպես է, բայց ես ասենք օրինակ զարմանում եմ, թե օրինակ Սյունիքում ինչի այդքան ձայն տվեցին, էլի Նիկոլին, ասենք հիմա այս պահին Սյունիքը ամենախոցելի մարզն է փաստորեն։ Իհարկե բոլոր մարզերն էլ խնդրահարույց են, բայց Սյունիքը առավել խոցելի է հասկանալի պատճառներով, Զանգեզուրի միջանց, Դե Տավուշում էլ փաստորեն ձայն տվեցին։ Հա։ Դա Սյունիքը առավել եւս, որովհետեւ այն ինչ-որ պետք է շատ լուրջ բաներ կատարվեն, թրիփ, չգիտեմ ինչ, կամ Զանգեզուրի միջանց, դա Սյունիքի հետ է կապված։ Ես օրինակ անկեղծ ասած չեմ հասկանում, սյունեցիները ինչ են Նիկոլին ձայն տվել, այսինքն տեսեք, էմոցիոնալ բան պետք է ասեմ երևի։ Հիմա սյունեցիները ձայն տվեցին մի քաղաքական ուժի, Նիկոլի, ավելի ճիշտ, Նիկոլի քաղաքական ուժին, որի ԿԳՄՍ նախարարը ասում էր Նժդեև ֆաշիստ է։ Ասենք հիմա տեսեք, Սյունիքը գոյություն ունի այս պահին, այն որ հիմա այնտեղ հայեր են ապրում, սյունեցիներ ապրում եք դուք այդտեղ, դա շնորհիվ Նժդեի։ Հիմա եթե դուք գնում եք ձայն եք տալիս այդ քաղաքական ուժին, դա նշանակում է որ դուք համաձայն եք, որ Նժդեև ֆաշիստ է։ Ես ուրիշ ձև չեմ ընկալում, հասկանում եք, սա շատ պարզ է։ Օրինակ մարդիկան ասում են Փաշինյանը Սյունիքը պահեց։ Այդ թրիփը որ տվել է, դրանով պահել է։ Խաղաղության օրակարգը, տեսեք, ով ինչ ասում է, ասենք չգիտեմ ով ինչ ասում, նայեք, եթե մենք պետք է այն ամենայնիվ տայինք, ես այդպես եմ կարծում, եթե մենք պետք է տայինք այդ միջանցքը, այնուամենայնիվ դա պայմանավորված էր, ասենք գլոբալ խաղացողների հետ, հա։ Մենք այդ միջանցքը եթե ստիպված ենք տալ բոլոր դեպքերում, ապա մենք դա պետք է աշխարհին մի քիչ թանկ ծախենք, էլ այդ միջանցքը։ Դա պետք է մենք ասենք, ուրեմն այսպես, լավ, միջանցք։ Արցախը ինքնորոշվում է վերջնականապես, Լաչինի միջանցք, ու թող այս էլ միջանցք լինի։ Այսինքն այս առևտուրը չեղավ, այս տորգը չեղավ, էլի քաղաքական։ Այսինքն մենք բացի այն որ սաղ տվեցինք, նվիրեցինք այդքան զոհեր, հաշմանդամներ, հայրենիքի կորուստ, մի բան էլ նորից մենք էլի կորուստ ենք ունենում, հասկանում եք։ Այնինչ այդպիսի դեպքերում միշտ քանի որ մեր հողն է, մենք այդ միջանցք կոչվածը պետք է թանկ ծախեինք աշխարհին, պատկերավոր ասած։ Բայց դա չարվեց, իսկ դա անելու համար քաղաքական ուժ էր պետք, դա ասենք խելք էր պետք, դա բարոյականություն էր պետք, հայրենասիրություն էր պետք, որը այս իշխանությունը չունի։ Հիմա եթե Փաշինյանը ստացել է ավելի շատ ձայն, քան նախկինում, թեև իր շատ ձայները պայմանավորված է մասնակցության ակտիվ ցուցանիշներով, ամեն դեպքում սա տալիս է նրան հնարավորություն ասելու, որ ես լեգիտիմություն ունեմ եւ ինչ հարցեր որ պետք են, ես կարող եմ լուծել միանձնյա որոշումներով։ Ժողովուրդը ինձ տվել է փաստորեն քվե, որպեսզի ես այդ հարցերը լուծեմ։ Նույնը եկեղեցու հետ կապված խաղաղության պայմանագիրը ստորագրի, այլ գործողություններ։ Գիտեք ոնց, նայեք,
հարցը Նիկոլն է եւ ոչ թե իր քաղաքական ուժը։ Այսինքն ժողովուրդը գնաց ձայն տվեց Նիկոլին։ Այն մնացածները, ասենք, ովքեր են այնտեղ ցուցակում, դրանք ոչինչ են, դրանք ոչ ոք են։ Ժողովուրդը գնաց ձայն տվեց Նիկոլին։ Դե որոշում կայացնող ինքն է բոլոր հարցերում։ ԿՊ-ի դա ձայն տվեց Նիկոլին, հա։ Հիմա դա անձի հետ է կապված, դա կարելի ասել այս դեպքում, ասենք, մարդ կուսակցություն էլի, որտեղ այդ մարդուն եթե հանում ես, այդ կուսակցությունը չկա, փլվում է։ Ես բազմիցս ասել եմ, որ պահի Նիկոլը իջավ վարչապետի աթոռից, այդ կուսակցությունը ծրվելու է, ոնց որ ՀՀՇ-ի դեպքում եղավ։ Հիմա Նիկոլը ինչ է անում, ինքը գիտի, որ այդ աթոռից եթե իջավ, ինքը դատվելու է, ցմա դատվելու է։ Եթե մենք նորմալ իշխանություն ձևավորենք, օրինակ ես կարծում եմ, որ հատուկ ռազմական տրիբունալ կստեղծվի Նիկոլին ու ԿՊ-ին դատելու համար։ Եթե մենք ազգային իսկապես Եթե իշխանափոխություն լինի։ Հիմա պարզ է, եթե այսպիսին է դրվածքը, Նիկոլը այն ատամներով պահում է ամեն ինչ եւ այստեղ խաղի կանոնները շատ կոշտանում են, էլի, այսինքն դու էլ իրավունք, օրենք, ասենք, սահմանադրություն, այդ ամեն ինչի վրա թքածում ես, որովհետեւ նժարին դրածը քո գոյությունը, քո լինելիությունը, հասկանում եք, այստեղ խաղի կանոնները շատ են կոշտանում։ Հիմա կոշտացրեց ինքը այդ կանոնները։ Իհարկե կոշտացրեց իր լեքսիկոնով, իր պահվածքով, ձերբակալություններով։ Մարդուն բռնում են մարդուն ընտրություններից մի օր առաջ, ընտրության օրը 3 օր հետո բաց են թողնում։ Ասենք ինչ, ուղղակի փակեցիր, հետո բաց թողեցիր, հասկանում եք։ Հետո այդ գիտեք այդ անպատասխանատու հայտարարությունները հակահայկական, անմարդկային, կոպիտ, որոնց մեջ նաև հանցակազմ կար։ Ընտրողների վրա ողջունեցին շատերը, ոգևորվեցին այդ խոսույթից, այսինքն աշխատում է դա, օրինակ իրառում է այս ամեն ինչը։ Նայեք, իհարկե հասարակության մեջ մի մասա կա, որին դուր է գալիս այդպիսի լեքսիկոնը։ Կզսնելու եմ, հա, դուր է գալիս։ սատկացնելու եմ։ Հա, լսում է, ուրախանում, հրճվում է, հա, դա խոսում է նրա մասին, որ մենք ցածր հասարակական գիտակցություն ունենք, շատ ցածր։ Շատ դեպքերում անմակարդակ։ Եվ դա չափանիշ, եթե մենք վերցնում ենք, դա լավ չէ, եթե դա մենք չափանիշ ենք վերցնում։ Դա չպետք է մենք չափանիշ վերցնենք, դրա մասին մենք ուրիշ կերպ պետք է խոսենք։ Տեսեք, ես հիմա հիշեցի, որ մարդիկ ունեն ընտրելու իրավունք եւ գնում ընտրում են։ Այո, ունեն ընտրության իրավունք եւ գնում ընտրում են, բայց այստեղ ամբողջ հարցը ինչու՞մն է, ելի եմ ասում, չեն գնացել ընտրել ծրագիր, գաղափար, հասկանում, գնացել ընտրել Նիկոլ, ուղղակի Նիկոլ են ընտրել, որովհետեւ եթե իսկապես գիտակից ընտրող լինի, միանգամից կասի, որ քո ծրագրի մեջ, երբ որ եկեղեցու մասին դու բան ես գրել, ծրագրում, սա արդեն հակասահմանադրական է։ Դու իրավունք չունես ծրագիր, եւ եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, սա պետք է ֆիքսեր ամենասկզբից։ Ասես չեմ վերցնել գործերը, օրինակ, հա։ Սա ինչ է։ Սա հակասահմանադրական է։ Ահա այսպեսի էս կոպիտ իսկ այդ նախագահը դե Նիկոլի բանն է, ասենք, աշխատողն է եղել, չէ, պարզը չէ, ասենք, ամեն ինչ պարզ է։ Հետո գիտեք, այստեղ մի հատ ուրիշ բան կա, ինձ թվում է ընդդիմությունը, ընդդիմադիր ընդհանրապես այդ դաշտը հաշվի չառավ մի բան։ Օրինակ տեսեք, մենք գիտենք մի ռուս մեծ գրաքննադատ եւ գրականագետ Բելինսկի շատ հանճարեղ մի մարդ, իր ժամանակի ամենաուսյալներից մեկը։ Ինքը ես վերջերս եմ կարդացել, ընկերներից մեկին նամակ է գրում եւ ասում է, գիտես, ասում է, տականքը երբ է հաղթում, երբ որ բարեկիրթ մարդուն վերաբերում է ինչպես տականքի, իսկ բարեկիրթը իր կողմից տականքին վերաբերում է ինչպես բարեկիրթի, հասկանում եք, տեղերը երբ փոխվում են, այստեղ ֆոկուսը ստեղ է, ընդդիմությունը թերևս
տականքին վերաբերվեց բարեկիրթ եւ այստեղ պարտվեց որովհետեւ տականքը հաղթում է երբ որ դիմացինի վերաբերում է ինչպես տականքի Այն Նիկոլա այս բաներ ընդդիմությունը որ չարեց թերացումը որն էր ընդդիմության եւ հիմա երբ համանդրական դատանում վիճարկում է ընտրության արդյունքները դուք առանձնապես սպասումներ ունեք Ես չգիտեմ գիտեք շատ դժվար է ասել ընդդիմության ասես դու այսպես պետք է անես դու այսպես պետք է անես դժվար է նախ ես քաղաքականության մեջ չեմ եւ ես այդ անցուդարձի մեջ չեմ մտնում քաղաքականության զբաղվելը դա շատ լուրջ շատ դժվար եւ անշնորհակալ գործ է քաղաքականությամբ զբաղվելու համար դու պետք է լինես կուսակցության անդամ, կուսակցական հանձնարարություններ եւ այլն, ակտիվ մասնակցություն, համակրանք եւ այլն, այդ ամեն ինչի մեջ չկա։ Ես չգիտեմ ներքին խոհանոցը իրենց, ինչ են ասում, ինչ են պայմանավորվում, ինչ ծրագիր։ Բայց նայեք, ես կարծում եմ, որ հիմա համանդրական դատարանի առաջ հարց է դրած, այսինքն ամեն մի դատավոր այդ հարցին պետք է պատասխանի։ Լինել թե չլինել, ցանկացած դատավոր այդ հարցին պետք է պատասխանի, լինել թե չլինել, այսինքն լինել տականք թե լինել մարդ, լինել օրենքը սահմանադրությունը հարգող մարդ, թե լինել Նիկոլի վկա, լինել իսկապես բարձր կարգի պրոֆեսիոնալ իրավաբան, թե լինել Նիկոլի SMS-ով աշխատանքից ռադը քաշող մի հատ դատավոր, հասկանում եք։ Այս հարցն է դրած ցանկացած դատավորի առաջ։ Այդ հարցին պետք է պատասխանի, ինչքան գիտեմ, հուլիսի 4-ին։ Դե օրինակ ընտրության արդյունքները շատ է բողոքարկվել համանդրական դատարանում, օրինակ 21 թվականին էլ բողոքարկվեց եւ մենք չտեսանք այլ որոշում։ Հիմա այսինքն այդ սպասումները որքան է արդարացված։ Ամեն դեպքում իհարկե եթե կեղծիքներ կան, խնդիրներ կան, ճիշտ է դիմելը ընդդիմադիր պատգամավորները եւ քաղաքական գործիչներն են ասում։ Բայց սպասումների առումով։ Տեսեք, ժամանակը շատ բան փոխում է, թվում է թե բան չի փոխում, հատկապես այս հարափոփող աշխարհում էլի, ասենք մի տարի առաջ ուրիշ էր, 2 տարի առաջ ուրիշ էր, 21 թվին ուրիշ էր, հիմա ուրիշ է։ Ես օրինակ այդպես շատ ակտիվ չեմ հետևում, բայց ինչ որ հատվածներ որ լսում եմ մեր փաստաբաններին, թե ինչպիսի բացր պատրաստվածություն են եւ պաշտպանում են շահերը, ես հիանում եմ, որովհետեւ իսկապես մենք ունենք այդպիսի իրավաբաններ, փաստաբաններ, շատ հետաքրքիր է դա լսել երբեմն։ Նայեք, հիմա կա պլան մաքսիմում, կա պլան մինիմում, այսինքն ես ճիշտ ասած ես ինքս ձայն եմ տվել Սամվել Կարապետյանին, որպեսզի իմ ձայնը չփոշյանա, ես սա արդեն բացահայտ ասում եմ, միշտ էլ ասել եմ, այսինքն ով հարցրել է, ես ասել եմ, ճիշտ է սկզբից մտածում եմ ինչ որ մեկի համար, բայց հետո տեսա որ մեղմ ասած յուղ վարող է եւ ձայն փոշիացնող, ես որոշեցի մի խոսքով համար 3-ին տալ ձայնս։ Ես ինչ եմ կարծում, ես կարծում եմ որ հիմա ընդդիմությունը ինչ է մտածում, ունի տարբերակ, մանդատ վերցնել թե չվերցնել, սա շատ լուրջ հարց է։ Ընդդիմության մեջ էլ ինչքան ես հասկանում եմ, տարակարծություններ կան, միանշանակ չեն ասում։ 50-50 է գուցե, չգիտեմ, ինչ է եւ արգումենտները այս կողմը ուժեղ են, կողմը ուժեղ է։ Սա լուրջ հարց է, սա մասնագետների հարց է, սա համանդրության մասնագետների հարց է, իրավաբանների հարց է։ Ես կարծում եմ, որ ես մտավախություն ունեմ, որ պետք է լինի էլի նախորդ 5 տարվա մեջ, այսինքն թեկուզ եթե դու հռետորաբանությամբ այնպես լավ մի երկու բան ասեցիր, ինչ որ Նիկոլին կամ բան, այդտեղ միկրոֆոնը անջատեն, ասենք անջատեք դա բան, մի քիչ էլ ավել բան արեցիր, ասեն դուրս տարան, այս պետք է։ Այսինքն նույն սցենարը գործել է։ Հա, նույնը պետք է լինի, որտեղ Նիկոլը չունի ուրիշ ելք։ Մյուս ելքը Նիկոլը, եթե իջավ աթոռից, դատվելու է։ Պատկերացնում եք, բա ինքը պետք է անի այդպիսի բան։ Առավել եւս որ Եվրոպան էլ աչքերը փակել է, ասում է ինչ ուզում ես արա, լավ ես անում, ինչ անում ես, լավ ես անում, հասկանում եք այդպես։ Կա ուրիշ տարբերակ չվերցնել։ Հիմա ասում են լեգիտիմության խնդիր է, բան, ես էլի չգիտեմ դա իմ ոլորտը չէ, բայց այստեղ մի հատ հարց կա։
Նախորդ անգամ, երբ որ Բագրատ Սրբազանը ժողովրդին դուրս հանեց եւ այլն, դա շարժում սկսվեց, քաղաքական ուժերը, ասենք ազգային ժողովը, կուսակցություն չմիացան Բագրատ Սրբազանին, էլի, այսինքն Բագրատ Սրբազանին թողեցին մենակ։ Հիմա կարծում եմ, բայց ակցիաների ժամանակ ներկա էին։ Չէ, այդպիսի ներկայությունը չի փրկում ոչ մի բան, դա ուրիշ բան դիներ։ Այսինքն ազգային ժողովը իր մանդատներով բան պետք է եւ փողոցը եւ ազգային ժողովը միահամուռ ձևով աշխատեին եւ ներբանվստահության գործընթաց նախաձեռնեին։ Այո, դա չեղավ։ Հիմա ես կարծում եմ, որ ընդդիմությունը այդպիսի հույսեր է փայփայում, որ ահա լավ, վերցնենք մանդատները եւ 1 տարի հետո կարող են փողոցի հետ բան անենք, հա, գուցե եւ ստացվի, չգիտեմ, այդպիսի պլաններ կան, այդպես մտածում են, ես ինչքան տեղյակ եմ։ Բայց ինչքան էլ որ խոսեն այն մասին, որ Փաշինյանը ավելի շատ ձայն է ստացել, քան ստացել էր 2021 թվականին, ակնհայտ է, որ ընդդիմությունն էլ է հավաքական բավականին ուժ ներկայացնում եւ եթե ավելի ճիշտ գուցե աշխատեին, ավելի շատ ձայներ ստանային։ Հիմա Փաշինյանը կարող է հաշվի չնստել այս մարդկանց հետ։ Այսինքն որոշումներ կայացնելու առումով, երբ որ երկրին վերաբերող հարցեր է, որոշումներ կայացնելուց հաշվի չնստի եւ բացի այդ անտեսել կամ ներկայացնել, որ նրանք ոչինչ չեն ներկայացնում։ Արդյոք դա իսկապես այդպես է, թե անհանգստացնող ընդդիմություն է Փաշինյանի համար այժմ։ Տեսեք, ելի եմ ասում, ժամանակները փոխվել են, ամեն ինչ փոփոխական է։ Մի թեթև տարածաշրջանային ցնցում եւ դա կարող է փոխել ամբողջ խաղակարգերը, հա, այսպես ասած։ Դրա համար Հայաստանում իշխանության լինել չլինել շատ բանով կապված է նաեւ արտաքին գործոնների հետ, հա։ Էլի դժվար է կոնկրետ բան ասել, բայց տեսեք, այստեղ մի բան կա, էլի, ժողովուրդը ինքը առաջվանը չէ, էլի, շատ բան է փոխվել, այսինքն 5 տարի առաջ շատ առումով, ես կարծում եմ, որ այն մասան, ովքեր հասուն էին, քիչ ավելի են հասունացել, այսինքն այն չեմ մտածում են ցածր խավի մասին, հա, այդ չէ, եւ այդ մարդիկ ովքեր գիտակից էին եւ գիտակցության մակարդակը ավելի է բարձրացել եւ նաեւ ես ուրախ եմ ինչ հարցում, որ այդ այսպես ասած Նիկոլին լոբինգ անող արևմտամետ այդ ուժերը, բան, որոնք մարդկուսակցություն էին, դրանք բարձվեց, այսինքն գիտենք մենք բոլորս, բայց բարձվեց, որ դրանք ոչինչ են իրանցից բան չեն ներկայացնում եւ ոչինչ էին դառալ ընդհանրապես ոչինչություն եւ գիտեք ես այնքան եմ զարմանում այդ այսպես ասած արևմտամետների վրա էլի նախ այնքան կեղտոտ ամբիցիաներ ունեին որ չկարողացան միավորվել այսինքն միջակայքով եթե իրանք գործեին հա ես օրինակ ուզեի արևմտամետներ լինեին էլի այսինքն հատուկ մի բլոկ լիներ բայց իրանք կեղտոտ ամբիցիաներ ունեն եւ ժողովուրդը չգնաց իրանց հետևից ճիշտ է շատեր ասում են հա գնացին ստորագրեցին Եվրոպայի օգտին այսքան հազար օրենք ընդունեցին հա դա ճիշտ է այո ճիշտ է բայց գիտեք ժողովուրդը Եվրոպա ուզում է ես էլ եմ Եվրոպամետ ես եվրոպացի եմ ինձ համարում այսպես ասած այ բայց Եվրոպա գնալ ոչ դրանց հետ ոչ իրանց հետ, որտեղ իրանք Եվրոպամետ չեն, այդ ուղղակի անուն են դրել, հասկանում, եթե օրինակ իրենք իսկապես արևմտյան արժեքների կրող լինեին, Նիկոլին այնպիսի քննադատությունների կենթարկեին, որովհետև այն ինչ որ արվում է դա շատ հակադեմոկրատական է, հակաիրավական է, բայց իրանք չեն անում դա։ Բայց դու չես անում, մենակ սրանց հմայքն ու թշվառությունը հակառուս լինելն է, էս է։ Ու ես ուրախ եմ, որ այս ընտրությունները էդ էլ գցեց ամեն ինչ իր տեղը, այսինքն ով է։ Ինչ պատկեր ձևավորվեց այս ընտրություններից հետո։ Խորհրդարանում ամեն դեպքում բազմազանություն չի լինում կուսակցությունների առումով, քանի որ շեմը հաղթահարել չեն կարող, բարձր շեմ է դրված։ Հիմա այս խորհրդարանը ինչ որ տարբերություններ ունենալու է եւ ինչ կարող է փոխել, որը չէր կարող անել 2021 թվականին ձևավորված խորհրդարանը։ Եթե Բարգավաճի ձայները ստացվի վերցնել, կարծում շատ ուրիշ պատկեր կլինի։
Դե այո։ Եթե ոչ, Փաշինյանը չունենա 3/5-ով եթե ոչ, փոփոխություններ չի կարող։ ամեն ինչ կկրկնվի, ոնց որ 21 թվից եւ մինչեւ 31 թիվը ուղղակի անտանելի կլինես ամեն ինչ նորից տեսնել, ապրել, վերապրել, չգիտեմ։ Հիմա Սահմանադրական դատարանի առաջ էլ այդպես բան կա, էլի գոնե լավ, չես չեղարկում, չնայած բոլոր հիմքերը ես կարծում եմ կա ընտրություններ չեղարկելու։ Բայց Փաշինյանը ասել է, որ ինքը չի տեսնում անհրաժեշտություն, որ նոր ընտրություններ լինեն։ Դե շատ բան է Հավանաբար ասել։ Սահմանադրական դատարանը դա գիտություն է վերցրել։ Իհարկե գիտություն է վերցրել, հա, ես իմացա, որ ինչ որ աշխատավարձ է նաև ուզում ավելացնել, հա, էտել կաշառքի մի ուրիշ ձև է, հա, դու նախապես Նիկոլի խաղերն էլի, էժանագին։ Դե ես ասում եմ, դատարանների առաջ այդ հարցը դրած է, լինել չլինել։ Ես ասեցի, լինել ինչ, լինել իսկապես իրավաբան, բարձր պրոֆեսիոնալ, լինել ինչ որ տեղ ինչ ասեմ, խիղճը չկորցրած մարդ, գոնե այդպես ասեմ, լավ, թե լինել, ասենք, զանգով, Նիկոլի զանգով դիմում գրող, մի հատ ես իմ ժեղ, այսինքն, այդ հարցը դրած է, թե թող պատասխանեն, ամսի 4-ին։ Իդեպ այդ հուլիսի 14-ը գիտենք, Բաստիլի գրամանորն է, ես կուզեի, որ հուլիսի 4-ը լիներ մեր մոտ այդպես էլի մեր Բաստիլի գրամանորը, ճիշտ է, Նիկոլը հենց այդ Բաստիլն է, Չարիքի սիմվոլ է էլի Նիկոլը, այսինքն ամսի 4-ին լավ կլներ, որ եթե չես գրավում Բաստիլ, գոնե ինչ որ այդ Բաստիլը ճաքեր տար։ Բայց ամեն դեպքում, երբ որ նիստը մեկնարկեց, քաղաքական ուժերը Սահմանադրական դատարանի առջև էին, դժգոհում էին, բողոքում էին եւ այլն, բայց այն մեծ մասան չէր, որ կաշկանդեր դատավորներին առհասարակ։ Այսինքն չպետք է լինի ճնշում, եթե ինչ-որ բան անօրինական է, սխալ է, ինչու մարդկանց այնպիսի ճնշում չի լինում, որպեսզի դա ազդեցություն ունենա նրանց որոշման վրա։ Այս դե աշխատանքային, եթե օր է, պարզ է, մարդիկ աշխատում են, հետո շոկ է, ամառ է եւ այլն, մարդիկ զբաղված են ուրիշ հարցերով։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ աշունը կարող է շատ թեժ լինի, աշունը։ Ես կարծում եմ, որ ինչով պայմանավորված է։ Հենց էլի մեր մենտալիտետով, մեր մտածելակերպով, հա, մեր տեսակով, հա, այս ամառը բանը։ Նաև հանրաքվեն պետք է լինի Սահմանադրական։ Այո, եւ դա էլ է կնպաստի, որ համաձայն լինել չլինելուն եւ ժողովուրդը գուցե այդ առիթով էլ փորձի դուրս գալ։ Տեսեք, շատ կարևոր է այստեղ էլիտայի հարցը։ Այս էլիտան, մենք մեր էլիտան խնդրահարույց է, էլի մեր հասարակության մեջ հանդիպում։ Մեր էլիտան շատ բան է, էլի ծախու էլիտա է։ Վատ օրինակ է ինքը ծառայում էլիտան։ Այսինքն դա ասենք քաղաքական էլիտան է, դա մտավորականություն, գիտության աշխարհ եւ այլ ընդհանրապես ռազմական էլիտա, ինքը վատն է մեր էլիտան։ Եվ այս տարիների ընթացքում գնալով ավելի վատացավ, էլի։ Եվ իրենց էլ նույնիսկ համքարություն չեն կազմում, որ գոնե իրենց հարցեր լուծեն, հա, ասենք գիտնականները չեն միավորվում գոնե իրենց հարցերը լուծեն, եթե նեղ մասնագիտական, հասկանում եք, օրինակ տեսեք այդ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրեն ինչը հանեցին Նիկոլը, տականք էլի, ասենք դու ասում ես, այդ սադրեց, ասում ես։ Այդ աղջիկը գիտնական աղջիկ է, մասնակցել եմ իր գիտաժողովներին կազմակերպած, շատ պրոֆեսիոնալ բան այդ մարդը, գիրք է նվիրել, ասենք աշխատանք է դա, գիտական աշխատանք է, հա, դու սադրանք ես ասում ու հանում ես։ Եվ գիտության մարդիկ չկանգնեցին այդ աղջիկա կողքը, այդ էզիտայի կողքը չկանգնեցին։ Դրա համար է Փաշինյանը լուր վստահ ասում, եթե դժգոհ եք ինձանից, կեղծիքներ են եղել, հեղափոխություն արեք։ Հա, ինքը գիտի, որ ինչ ուզում ես արա, ուզում ես այդ Վահագն Խաչատուրյանն է, նույն Զիբիլն է, դրան տար գիտությունների ակադեմիայի նախագահ։ Ոչ մի ակադեմիկոս ձայն չի հանի, հասկանում եք։ Ոչ մի ակադեմիայի ինստիտուտի տնօրեն, ոչ ոք ձայն չի հանի։ Ասենք ես հիմա հարցնում եմ, էլի դու ինչքան տականք եք դուք ընդհանրապես գիտության մարդիկ։ Դուք այդ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի այդ պատմությունը դուք մարսեցիք գնացիք, հա։ Դուք ով եք, դուք ոնց եք դաս տալիս, ձեր ուսանողներին ինչ եք ասում։ Զզվելի գարշելի երևույթ են, էլի հասկանում եք։ Կասեն դիմումները գրեք, դուք էլ ազատվեք։ Զզվելի գարշելի երևույթ են։ Ու դու սովորական ժողովուրդն դու ասում եք ժողովուրդը նայում է վերև էլիտան, ինչ է, ոչ ինչ է։
ծախու արարածներ հոգիները ծախած, ասենք, այն բան կա հիշեցին, Սաֆրասյան կա հանրային խորհրդում, ես գիտեի դա կարգին գիտնական էլ հարգանք, հանրային խորհրդում ես վերես ընկած, այդ հիմա ինչ որ եղավ այդ Էդիտայի հետ կզոյա, նորմալ է, դու բան չունես ասելու։ Չվիրավորենք, պարոն Խաչատրյան, ամեն դեպքում Իրանք իրանց են վիրավորում, դուք տեսնում իրանք իրանց վիրավորում են։ Վերաձևակերպվելու, մեծ ճակատ կազմելու, փողոցային պայքար սկսելու եւ հաջողության հասնելու։ Ընդդիմությունը խոսում է այն մասին, որ պետք է մեծ ճակատ ձևավորվի եւ փողոցային պայքար ծավալվի, ամեն դեպքում չհաշտվել ընտրության արդյունքների հետ եւ ձգտել իշխանափոխության, իհարկե սահմանադրության օրենքներին համապատասխան։ Հիմա դուք տեսնում եք այդ հնարավորությունը։ Ես տեսնում եմ, որ դա հնարավոր է, բայց էլ եմ ասում, այդ ամեն ինչը ցավոք սրտի կախված է արտաքին գործոնների հետ, էլի, այսինքն մեր ներքին արտաքին քաղաքականությունը շատ բանով կախված է արտաքին գործոնների հետ։ Ես չգիտեմ ինչպես կլինի, մանավանդ ասենք Ռուսաստանի կողմից այս սանկցիաները բան, եթե դրանք ավելի խստացան, ես վստահ եմ լրիվ այլ իրավիճակ կլինի։ Ես չգիտեմ ինչ կլինի այդ իմաստով, պետք է ուղղակի սպասենք, ու առաջինը պետք է սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը հուլիսի 4-ին, դրանից շատ բան է կախված, շատ բան է կախված։ Այսինքն դա կարող է պատճառ լինել, որ մարդիկ դուրս գան, դժգոհություններ ծավալեն, որ փաստորեն դիմումները 6 դիմադիր ուժի քաղաքական Այս ընտրությունները խայտարակ ընտրություններ են, էլի։ Ես հիմա ասում եմ, Նիկոլ, եթե դու պետք է սենց ընտրություն անեիր, դու գնայիր քո թերթում վեր ընկնեիր, էլի։ Ես ապշում եմ, ասենք, Ո՞վ է խայտարակ ընտրություն։ Նայեք, այս բաներով էս նախ մեղադրել մարդկանց փող կաշառք վերցնելու մեջ, այսինքն եթե մարդը ընդդիմությանը ձայն է տվել, այսինքն դու կաշառված ես, դա ի՞նչ լեքսիկոն է։ Հիմա ես կաշառք չեմ վերցել, դու ինձ վիրավորում ես այդ տականք։ Եվ ընդհանրապես գիտեք, այս եվրո բենդի մեջ sense գործիչներ կան։ Բան են, այսինքն ով Նիկոլին ձայն չի տվել, բան են, էլի, այսինքն ռուսական սեգմենտ են։ Ոչխար էլի, այսինքն դու ոնց ես Նիկոլին ով ձայն չի տվել, այդ մարդուն համարում ես ռուսական սեգմենտ։ Հասկանում եք, ու դրա համար էլ ես ձեզ սաղիթ ասում եմ, եվրո բլոկը, հա, դուք ձայն չեք ստանա, որովհետև դուք չեք սիրում այս ժողովրդին։ Դուք վատ օրինակ եք սաղը, ու ես այնքան ուրախ եմ, որ դուք զրո եք, դուք փոշիացաք, դուք զրո եք, ոչինչ եք դարակ ոչնչություն։ Ու այս ընտրությունները շատ բան պարզեց, ամեն ինչ դրեց իր դարակների մեջ, ժողովուրդն էլ հասկացավ, ու Այսինքն դուք կարծում եք Աշնանը հնարավոր ինչ որ գործողություններ ամեն դեպքում վերջացած չեք համարում այս ընտրության արդյունքները։ Ոչ, ամեն ինչ միայն սկսվում է, ինձ թվում է, մեծ։ Եվ տեսեք հետաքրքիր բան ասեմ, ընդհանրապես մեծ խաղեր են սկսվում։ Ես ինքս, ասենք, քաղաքական գործիչ չեմ, ասենք, միջազգայնագետ չեմ, բայց տեսեք, այս Իսրայելի այս բանը, չէ՞, ցեղասպանության ընդունման հարցը, սա լրիվ նոր խաղ է, սա նոր խաղի սցենար է, շատ լուրջ, շատ կարևոր է, թե մենք այդ խաղի մեջ ինչ դերակատարում ենք ունենալու։ Դե արտգործնախարարության փոխնախագահը ասում էր, փոխնախարարը ասում էր, որ Փաշինյանը ինչպես ասում է, այդպես էլ մենք շարունակում ենք։ Դե բա ինքը ռիսկ ուներ ուրիշ բան ասել այդ թեման, ինչ է նշանակում զենքայնացնել, չգիտեմ։ Այսօր սա գլուխ են կոտրում, թե դա ի՞նչ բառ է, էլի։ Դե գիտեք Նիկոլը որ բանը գրական ստեղծագործություններ գրող է, ասենք ինքը իրան թույլ է տալիս Չարենցի պես նոր բառեր հորինել, էլի, հասկանում եք, այտենց գրական ստեղծագործություն գրող է։ Հիմա տեսեք, իհարկե մենք կարող ենք ասել, թե ընդունողի շուտ ընդունեիր։ Բայց ասենք, երբ որ դու գիտես Իսրայելի պատմությունը, թե ինչի հետ է կապված, ինչ գործոններ կան։ Նայեք, մի քանի տարի առաջ ես մի հրյա ցեղասպանագետի հետ զրուցել եմ, թարգմանչի օգնությամբ։ Ես մասնակցում եմ գիտաժողովի եւ այսինքն դիտորդ որպես ուղղակի հետաքրքրության համար։ Եւ ես իրան ինքը ճանաչված ցեղասպանագետ էր, հրյա, կին։ Ես իրան այդ հարցը տվի, ասի դուք ինչի՞ չեք ճանաչում, ասեց մենք գիտենք, մենք գիտենք որ դա եղել է, բայց քաղաքական էլիտան չի անում դա։ Այսինքն հрьяաներին եթե մենք մեղադրում ենք, այդքան էլ ճիշտ չէ, էլի հрьяաների մեղադրել, որտեղ սովորական հрьяաները ուրիշ են, հա իրան գիտեն դա,
Այդ ցեղասպանագետ կինը, որը ճանաչված էր, ասեց, հա մենք Հիմա ձեզ գիտենք։ կասեն, որ ճանաչեց, ինչ փոխեց։ Շատ բան։ Նայեք, տեսեք, այստեղ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները դեռ փոխվում են, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները փոխվում են։ Եվ եթե Պարսկաստանի հետ կապված որոշակի հարցեր ճշտվեն, Իսրայել-Պարսկաստան հարաբերությունները կարող են փոխվել։ Նայեք, մինչև հեղափոխությունը 79 թիվը Պարսկաստանը եւ Իսրայելը բարեկամական երկրներ են եղել։ Շատ։ Այսինքն հիմա այս ատելության էս գործոնը որ կա, դա 79 թվից է եղել, այսինքն իսլամական հեղափոխությունից հետո։ Պարսիկներու հрьяաները շատ լավ ապրել են իր այդ, այսինքն Պարսկաստանում հрьяաներ կային եւ այլն, բարեկամական երկրներ։ Այսինքն շատ բան կարող է փոխվել։ Բայց մենք ինչ ենք անելու այս նոր խաղի մեջ։ Սա շատ լուրջ խաղ է սկսվելու, եթե Դե մենք գնում ենք Ադրբեջանի հետ հաշտեցման խաղաղության պայմանագրի եւ ըստ էության այս հարցերն էլ չենք դնում որպես առաջնահերթություն։ Իշխող թիմը սա է անում։ Նայեք, Ադրբեջանը ինքը մինի կայսրություն է։ Ես հիշում եմ, որ դերևս 90-ականների սկզբին, երբ որ Արցախյան շարժումը սկսվել էր, արդեն ռազմական գործողություններ եւ այլն, շատ գործիչներ կային, շատ եւ մամուլում էր այն ժամանակ գրվում, որ Ադրբեջանը պետք է ինչպես որ Սովետը քանդվեց, մի հատ էլ պետք է Ադրբեջանը քանդել, ինչի որտեղ այնտեղ փոքրամասնություններ կան, որոնք բացարձակ կապ չունեն թուրքերի հետ, ասենք թալիշներ, օրինակի համար թալիշները, հա, որոնք շատ հերոսական ժողովուրդ են, ավելի իսլամական, բանը, իրանական ծագում ունեցող, եւ մենք կարող ենք թալիշների գործոն օգտագործել, այսինքն մենք ինքնորոշվելով Արցախում օգնենք որ թալիշներն այսինքն ես մտածում եմ Ադրբեջանը ի վերջո պայթելու է ինքը որտեղ այսպես 300 հաստատի ասենք միջազգային կազմակերպությունների բանով գրանցված քաղ բանտարկյալներ կա Ադրբեջանը վատ երկիր է այս քաղաքակիրթ աշխարհում այդ վատ երկրները ուշ թե շուտ պայթելու են եւ դա էլ կարելի է օգտագործել Բայց դե Նիկոլը ոչ ազգային նկարագիր ունի, ոչ ման ինքը թուրքական օրակարգի մեջ է, դրա համար որպեսզի մենք որոշակի խնդիրներ լուծենք հայանպաստ, մենք պետք է հեռացնենք Նիկոլին։ Սա իմ ուրեմն կարծիքն է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս դերասան Կարեն Խաչատրյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։